Հանրային համերաշխություն ու նոր կամուրջների կառուցում եւ վերականգնում Հայաստանում եւ արտասահմանում։ Նորաստեղծ կամուրջ քաղաքացիական նախաձեռնությունն ազդարարում է առաքելության ու տարբեր ուղղություններով գործունեության մասին։ Տեսնում ենք, թե ինչպես է խեղաթյուրված առհասարակ թե ներհայկական հասարակության մեջ կապերը, թե Հայաստան-Սփյուռք, թե մեր դաշնակիցների հետ, մասնավորապես Ռուսաստանի հետ, կապերը խեղաթյուրված են, կտրված են, բազմաթիվ կամուրջներ չեն գործում կամ այրվել են, ինչը ուղղակի խնդիր է առաջացնում Հայաստանի Հանրապետության համար։ Երկրորդը դա ներհայկական համերաշխություն։ Առանց հանրային համերաշխության ու ներդաշնակության մարտահրավերներին դժվար է դիմադրել։ Նախաձեռնությունը ապաքաղաքական է ու վերկուսակցական, ասում են համահիմնադիրները։ Վստահ են, ներկուսակցական նպատակներով ու շահերով առաջնորդվելու դեպքում ոչինչ չի ստացվի։ Հայաստանյան հասարակության շրջանում ամենաշատ օգտագործվող բառերն են ֆոբիա, տոքսիկ, ինչ վիճակ է, անդունդին եզրին են գտնվում եւ ինչ որ անընդհատ ատելություն, թշնամանք, այլ կարծիք արտահայտելը դա դեռ չի նշանակում թշնամություն, բայց այսօր մեզ մոտ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մարդիկ այլակարծության իրավունք չունեն, արդեն ընտանիքներում, շրջապատում, աշխատանքի վայրում։ Ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտն ու հասարակության պառակտվածությունը վերացնելու համար պետք է ստեղծել հարթակներ, որտեղ մարդիկ կարող են հայտնել իրենց կարծիքը, խնդիրներ բարձրաձայնեն ու լուծումներ առաջարկեն եւ լինի առողջ քննադատություն։ Մենք այո ցանկություն ունենք, որ կարողանանք կառուցել ներհայաստանյան կամուրջներ մեր հասարակության մեջ, կարողանանք այդ ատելությունը հանել, այդ ֆոբիաները, այդ տոքսիկ կոչված վիճակը մարդկանց բերել մի հարթակ, որտեղ մարդիկ կարողանան զրուցել։ Եվ դրանից հետո արդեն մենք պետք է մտածենք, որ այո, հայկական աշխարհի միջև պետք է լինեն կամուրջներ։ Լինելու է շատ հստակ ընդգծված նաև երիտասարդական նախագծեր, որոնք օգնելու են, ամրապնդելու են Հայաստանի, ԱՊՀ երկրների, Եվրոպայում, Սփյուռքում ապրող մեր բոլոր երիտասարդների, հայերի, ինչու ոչ նաև մյուս մեր երկրներում ապրող գործընկերների կապերը։ Շուտով մոտենում է հայրենական մեծ պատերազմի 80-ամյա հոբելյանը։ Հենց այդտեղից էլ կուզեմ սկսեմ, քանի որ մենք սկսելու ենք մի քանի նախաձեռնություններ, որոնք կապված են հենց մեր պապերի սխրանքների հետ։ Սփյուռքը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել մեր երկրի ներքին եւ արտաքին քաղաքական կյանքում, որի հետ այսօր ցավոք, բայց բազմաթիվ կամուրջներ են այրվել։ Նախաձեռնության հիմնադիրների կարծիքով միայն Հայաստանում ծրագրեր իրականացնելով հնարավոր չէ հաջողության հասնել։ Այդ պատճառով կամուրջի, կրթական, ուսուցողական եւ այլ ծրագրերում Սփյուռքի երիտասարդներն ակտիվ ներգրաված են լինելու։ Կամուրջ նախաձեռնությունը ունենալու է երիտասարդ դեսպաններ Հայաստանի սահմաններից դուրս։ ԱՊՀ երկրներում, Սփյուռքում նրանք լինելու են հայ երիտասարդները, ովքեր կյանքի ուսման բերումով այս պահին գտնեն ոչ իրենց հայրենիքում։ Փորձել ենք ներգրավել մասնագետների, ովքեր երկար տարիներ իրենց ուսումը եւ ներդրումն են ունենում օտար երկրներում, բայց պատրաստակամ են իրենց ներուժը օգտագործել Հայաստանի Հանրապետության բարօրության համար։ Կամուրջը երկխոսելու հարթակ է բացելու նաև դաշնակից ու բարեկամ Ռուսաստանի հետ վտանգված հարաբերությունները կարգավորելու համար։ Բնականաբար մենք ունենք բազմաթիվ հարցեր մեր դաշնակիցներին, բայց հավատացնում եմ ձեզ, դաշնակիցներն էլ, մասնավորապես Ռուսաստանը, եվրասիական վեկտորը, ունի դեպի մեզ բազմաթիվ հարցեր։ Ցավոք, հաճախակի այդ հարցերը շահարկման առարկա են դառնում եւ ըստ էության չկա հարցերի քննարկում, չկան կամուրջներ, որով այդ հարցերը պետք է քննարկվեն, բացի խնդիրները մատնանշելուց, կարևորագույն առաքելությունը կամուրջի դա հստակ ուղիղ հասկանալի ելքեր ցույց տալու եւ ինչու ոչ ելքեր գեներացնելու։ Կամուրջի դռները բաց են երկրի ապագայով մտահոգ առողջ կարծիք ունեցող քաղաքացիների առջև, անկախ կուսակցական պատկանելությունից ու քաղաքական հայացքներից։ Մի քանի օրից սոցցանցում, Տելեգրամում, Ֆեյսբուքում ու Ինստագրամում գործարկվելու են նաև կամուրջ քաղաքացիական նախաձեռնության էջերը։ Քաղաքացիներին հասանելի է լինելու նաև կամուրջ.info դոմեյնը։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։